Հայրենասեր է շատ, հասնող է շատ։ Ընկերոջը հասնող, նվիրված ու ընկերասեր։ Աղասիին հարազատներն ու ընկերները այսպես են հիշում։ Զոհվեց Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ Թալիշում։ Շարքային Ասատրյանի համար այսօր սկվում է ամբողջ Մասիս քաղաքը։ Սկոթափորի մեջ հարազատներն են, ընկերները, զինված ուժերի սպաներ ու զինվորներ։ 20-ամյա պատանին կզորացրվեր 3 ամսից։ Եղբայրները հիշում են։ Ասում էր, ծառայությունը ավարտելուց հետո պետք է գար հարազատ քաղաք ու մեծ սեփական տուն կառուցեր։ Փոքրուց իրար հետ ենք, միջև բանա գնալ իրա։ Ընդունակ էր, նվիրվող էր, շատ մաքուր տղա էր։ Մի անգամից զոհվել եմ, հավանականությունը, որտեղ տենց ասենք էլի, որտեղ մենք իրանից տեղեկություն 2 օր չունենք։ Արդեն ոնց որ մի քիչ մենք էլ ենք կասկածում, որ Գոնե մի հատ կզանգեր տուն կասեն էլի։ Շարքային Աղասի Ասատրյանը Բակո Սահակյանի հրամանով հետմահու պարգևատրվել է մարտական ծառայություն մեդալով։ Արմավիրում սկում են 2 շարքայինների համար։ Շողակաթ եկեղեցում հրաժեշտ են տալիս Արամայիս Միքայելյանին։ Նա ծառայության կեսն արդեն անցել էր։ Ընկերները հիշում են, որ բարձր տրամադրությամբ մեկնեց ծառայության։ Առանձնանում էր իր համեստությամբ, որոշել էր դառնալ իրավաբան։ Ուսուցիչներն էլ, աշակերտներն, համադասարանցիներն էլ անկեցված ձևով շեշտում են նրա համեստությունը։ Արտիմետ գյուղն էլ սկում է շարքային Արամ Աբրահամյանի կորուստը։ Նա նույնպես զոհվել է հակառակորդի ագրեսիայի ժամանակ։ Ընկերները հիշում են, սկսած գործը կիսատ չէր թողնում։ Մարտական ոգին միշտ բարձր էր։ 20-ամյա շարքային էլ մյուս հերոսների նման ուզում էր զորացրվելուց հետո ընտանիք կազմել, թեև ու թիկունք լինել ծնողներին։ Գնահատակվեց այս հայրենիքի, այս գյուղի ամբողջ հայության համար։ 25-ամյա գյումրեցի Վարդան Թադևոսյանն էլ ընկել է անհավասար մարտում։ 2008 թվականից որպես պայմանագրային ծառայում էր զինված ուժերում։ Դիպուկահար էր, հակառակորդի գնդակից վիրավորվել է, բայց չի նահանջել։ Հասցրել է թշնամու 2 զինվորի ոչնչացնել։ Գյուղում հպարտությամբ է խոսում Վարդանի սխրագործությունների մասին։ Շատ համեստ, խելացի, խելոք, աշխատասեր ամենակարևորն է, ճշտապահ, ընդունակ երեխա էր։ Միայն գերազանց մարտական առաջադրանքները կատարելիս մայոր Թորոյանը բաց թողումներ չէր հանդուրժում։ Սուրբ Աստվածածին եկեղեցում հրաժեշտ են տալիս զինված ուժերի սպա Հայկ Թորոյանին։ Նա զոհվել է իր զինվորների հետ Մատաղիսի ճանապարհին հակառակորդի նախահարցակ գործողությունները կասեցնելիս։ Ամսի 2-ին է դեպք եղել, ինքը հերոսաբար ու շատ մարդիկ կան այդ նույնը փաստում, ես Մատաղիսը եմ կապվել խոսացը, ինքը դիմադրության է մեծ ահռելի թվականակով ուժերի է դիմակայը ու ինքը փակուղի անգե ու չի կարած այդտեղից դուրս գա։ Ապագա մայորը 8-րդ դասարանում արդեն որոշել էր, զինվորական պետք է դառնար։ Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել էր Պենզայում։ 5 տարի սովորեց ու կարմիր դիպլոմով վերադարձավ հայրենիք։ Ծառայության տարիների մեծ մասը անցկացրել էր դիրքերում։ Արդեն պատրաստում էր գար, ասում էր այս տարի վերջի տարինակ, վերջացնեմ կգամ ամուսնանամ։ Զինված ուժերի մայոր Հայկ Թորոյանին զինվորական կարգով կհուղարկավորեն ապրիլի 7-ին Եռաբլուրում։ Արման Մալխասյան, Անժելա Ստեփանյան, Նազելի Էլբակյան, Ժամ լրատվական։